Սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ, որ պարոն Գագիկ Սարոխանյանի հետ ենք զրուցելու, Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպության խորհրդի անդամ։ Եվ այսպես առաջին հարցը պարոն Սարոխանյան հետևյալն է, ինչ տպավորություն ստացաք Թրամփ, Ալիև, Փաշինյան վերջին շփումներից Շարմ էլ-Շեյխում, որ շատերը ուշադրություն են դարձնում Թրամփի հայտարարությանը, որ նա ասեց ցույց տալով Ալիևին, նա ասեց, այս տղայի համար եմ ես այս ամբողջը այս տղայի համար է այս ամբողջը նախաձեռնել, խոսքը գնում է խաղաղության մասին, խոսքը գնում է ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին եւ այսպիսի հարցեր քննարկվում հասարակության շրջանակներում, սոցցանցերում, արդյոք խոսքը Թրամփը այսպես իրեն համար գուցե աննկատ մատնացույց արեց սկսած պատերազմից, չէ՞ որ Ալիևը ասում է պատերազմով մենք հաստատեցինք այս խաղաղությունը, պատերազմից հետո հնարավոր եղավ սա, եւ արդյոք Ալիևի համար էր այս խաղաղությունը ավելի շատ պետք Ալիևին էր պետք թե Փաշինյանին, եթե ոչ Ալիևին, ապա նորից գալիս են հարցը, ասում են արդյոք պատերազմից սկսած է այս Թրամփի ուշադրությունը այս հարցի նկատմամբ եւ արդյոք սա ադրբեջանա-իսրայելական ամերիկյան ծրագիր չէր սկսած 44-օրյա պատերազմից մինչեւ երևի օգոստոսի 8-ը վերցնենք։ Շնորհակալություն հարցի համար, բայց շատ հետաքրքիր դες մտքի թռիչ կա, հա, ասենք ամերիկա-իսրայելական, ադրբեջանական ծրագիր պատերազմը եւ խաղաղությունը շատ հետաքրքիր էր, բայց մենք շատ լավ գիտենք, թե պատերազմը ոնց սկսվեց, ում թելադրանքով, ում օժանդակությամբ, դա ռուսական կայսրությունն էր, մենք չմոռանանք, որ հենց այդ պատերազմի, այսօրվա պատերազմի հիմքերը դրվել էր դեռ 100 տարի առաջ, երբ որ Արցախը փոխանցվեց, բռնի ուժով փոխանցվեց Ադրբեջանին, որպեսզի ռուսական կայսրությունը մշտապես մահակ ունենա թե Ադրբեջանի, թե Հայաստանի վրա։ Եվ այս ամբողջը իմանալով եւ այդ պատմությունից դասեր չքաղելով հանդերձ, զարմանալի է, որ հայտնվում են մարդիկ, ովքեր այսօր ուզում են այդ ամբողջը շուռ տալ եւ ասել թե ամերիկա-իսրայելական նախագիծ է, էլի, ծիծաղելի։ Ինչ վերաբերվում է Թրամփի բառերին, թե այս տղայի համար եմ արել, այս ամեն ինչը խաղաղությունը ուղղելով այդ խոսքերը Ալիևին, ես կուզեմ հիշեցնել մեկ շատ հետաքրքիր բան։ Կարծեմ հենց ձեր տաղավարում ենք, երբ որ Թրամփը գովասանքի բառեր էր հնչեցնում Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հասցեին, ես ասեցի ժողովուրդ ջան, եթե մոտավորապես կասեմ բառերը հստակ չեմ հիշում, բայց իմաստը հետևյալում էր, որ Թրամփը 100 օր ունի, ասենք այդ ամերիկյան իրանց սահմանադրությամբ 100 օր հետո հաշվետվության խնդիր կա։ Մինչև այդ 100 օրվա ընթացքում ինչ ասես կասի։ Բայց դրանից հետո եթե չվերադարձավ ամերիկյան, ասենք գնացքի ուղղության համահունչ քայլերին, իրան ուղղակի շամպայնի խցանի նման կթռցնեն։ Եվ կատարվեց այն, ինչ որ ես ասում էի։ Թրամփը վերադարձավ ամերիկյան ուղու վրա, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը դառավ շատ դմբոտ տղա, չէ, իր ասելով, շատ հիմար տղա է ասում, Վլադիմիր Վլադիմիրովիչ չի հասկանում։ Արդեն եւ Ուկրաինային օգնությունները շատացան, գրեթե տասնյակ անգամ ավելի շատ, հիմա էլ ավելի շատ են գնալու։ Եվ այդ հնչյունները, որ ասում էին, դե լավ, ոչինչ, Ուկրաինա զիջի այսքան տարածքը, դառավ այս վերջի հաղորդումների ժամանակ Թրամփի, որ Ուկրաինան վերադարձնելու է իր բոլոր տարածքները եւ ավելինը դա ինչա, ըստ իս, կարծեմ ավելինը նա է Ռուսաստանի տարածքում բնակվող ուկրաինական բնակավայրերի միացում Ուկրաինային։ Դա եւ Կուբանն է, Կուբանի տարածաշրջանը, Կրասնոդարի եւ Բելգարոդը, որ նայումս այնտեղ ստանիցաներ կան, որ սա ուկրաիներեն են մինչեւ օրս խոսում։ Հասկանում եք, եւ այդ կոնտեքստում Թրամփի բառերը հնչեցրած Ալիևի ուղղությամբ պետք չի այդպես ուղղակիորեն ընդունել։ Ես ավելին, ես մի քիչ տխրած եմ, եթե Թրամփը 100 օր, 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 100 օր
ինչպես Վլադիմիր Վլադիմիրիչն էր գովում ու մատներ sense բարձրացներ ասեր Ալիև այսպես տղայի էս ավելի գող կլինի այսինքն Համարյա ասեց դրա համարյան այն չի այսինքն գրեթե դե համարյան նույն ճակատագիրներ ստանալու է Ալիևը ինչ որ Պուտինը կստանա այսինքն քաղաքականության մեջ մանավանդ այս վերջի տարիներին երբ որ տասնյակ տարիներ առաջ գուցե եւ քաղաքական լիդերների մեջ ասպետությունը մոդայիկ էր, ապա այսօրվա քաղաքական գործիչների եւ լիդերների զինանոցում կա էլ ավելի նոր զենք, այսինքն ասել մի բան անել ուրիշ բան, փափուկ բարձ դնել, իրան գժի տեղ դնել, այդ շատ լավ ստացվում է մեր Նիկոլ Փաշինյանի մոտ Գժականը խո ինչա խոսում, մի կապ հետո ուրիշ բան, իրա դեմն ասում են դու 50-ից ավել մսկիթներ ես ավիրել Արցախում, ցեն չի հանում։ Իրա ներկայությամբ Հայաստանին դարձնում են հակամարտող կողմ, պատերազմող կողմ, մինչև այս վերջի մակում հնչեցրած ելույթները Հայաստանը այդպես էլ հակամարտող կողմ չէր, պատերազմի մասնակից չէր։ Իրան ներկայությամբ այդ բառերը արտաբերեց Նիկոլ Փաշինյանը, ասաց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմը, ինքը օրինականացրեց։ Հայաստանին նա գցեց պատերազմի մեջ։ Տեսեք, իրա գժականն է բանարը։ Կարծես թե Յանը ճիշտ բաներ է խոսում, բայց դրանով իսկ միասին աջակցում է ռուսական կայսրության ծրագրերին, որտեղ ռուսական կայսրությանն է պետք թեժ գիծ այստեղ։ Թեժ հակամարտություն Կովկասում Ուկրաինայում, Հյուսիսային Կորեայում, որտեղ աշխարհում պատերազմները պետք են ռուսական կայսրությանը, որովհետև այդ պատերազմներով է, որ ինքը օրի երկարաձգում է իր կայսրության գոյությունը։ Հիմա տեսեք, ինչ հետաքրքիր բաներ սպասում ես ապագայում։ Այս ամբողջ պատերազմը իրականում ոչ ռուսական է, ոչ հայ-ադրբեջանական, ճիշտ է, ականները դրված են Ռուսաստանի ձեռով, Թուրքիայի ձեռով ժամանակին, նրանք էլ ժամանակին ծառայել են իրանց նպատակներին կամ մեկ այլ կայսրության նպատակ։ Հիմա այս process-ները ղեկավարվում են Չինաստանից եւ դրան հակադրվում է Վաշինգտոնից։ Հիմա բուրըն փուլը մտե Ամերիկա-չինական պատերազմը։ Ռուսաստանը ինքն իրենով ոչ միայն տնտեսական, ուղղակի հրանգներով Ռուսաստանը շատ կուզեր, Պուտինը հիմա շատ կուզեր աշխարհի դեմ չխայտարակվեր այլևս։ Ուղղակի այս վիճակը ոնց կա, ոնց ասենք Թրամփը առաջարկել էր, այսինքն կա ինքը կուզեր, բայց Սին Ցինպինը իր տերը թույլ չի տալի։ Չի, ասում է չէ պիտի շարունակես։ Ստե գնում է քաղաքակրթական մեծ հզոր պատերազմ։ Ես դրա համար բազմիցս ասել եմ հայեր ջան։ Այստեղ դուք նկատի ունեք, ես կանգնացնեմ այս ձևակերպումը ստանամ եւ շարունակենք, որ Ուկրաինայում Միացյալ Նահանգներ Չինաստան պատերազմի քաղաքակրթական Ուկրաինա-ռուսական պատերազմը։ Ճիշտ է, ասենք այդ բլոկի Չինաստան, գիտեք, մենք անմիջապես ուղղակի հենց Չինաստան ենք պատկերացնում, բայց այդ բլոկի կենտրոնական դերը հիմա Չինաստանն է։ Բլոկը ես ձեզ ասեմ ինչ բլոկ է։ Հիմա տեսեք, առաջ կար սոցիալիստական բլոկ, հիմա կա եվրոպական, ասենք ինչ-որ արժեքների շուրջ համախմբված, բայց հիմա մի հատ բլոկ է ձևավորվել, չգրված օրենքներով, այսինքն չեն հստակեցնում, բայց մենք պարզ տեսնում ենք։ Մենք հո տեսնում ենք եւ ցավալի է որ Հայաստանի այլ քաղաքական ուժեր դա չեն տենում։ Ու բռնատիրական ավտորիտար ռեժիմների բլոկ։ Ինչ ընդհանուր բան ունի, օրինակ, ինչ ընդհանուր բան ունի Թուրքիան եւ Հյուսիսային Կորեան։ Ոչ գաղափարախոսչական, ոչ ազգային, ոչ մի բան, բայց իրանք մի բլոկի մեջ են։ Ինչ ընդհանուր բան ունի Ռուսաստանը, թեկուզ հենց նույն Չինաստանը։ Ռուսաստանը կարծես թե ֆեդերատիվ պետություն է եւ Եվրոպայի հետ գնալով արդեն սերտաճում էր, ՆԱՏՕ-ի անդամ էր ուզում դառնալ եւ կոմունիստական, բռնատիրական, ասենք ասենք Չինաստանը։ Ինչ ընդհանուր բաներ ունեն Պակիստանը, արմատական իսլամի մի պետություն եւ Բելարուսը, բայց իրանք բոլորը մի բլոկի մեջ են։ Հարց, ի՞նչն է համախմբում։ Այն, որ միտեղ մեկը 30 տարի է ղեկավար, մյուս տեղը 20 տարի, մեկը մյուս տեղը 50 տարի, այսինքն ավտորիտարիզմ եւ բռնատիրական այդ ակումբն է։ Եվ մեր հիմարին
Այսպես վզից բռնած տարան Շանխայյան այդ բան, ասին դունել ես արա պուճուրիկ բռնատերիկ, արի դունել ես մեր հետ, կծում են այդ ակումբի մեջ, բայց բարեբախտաբար, որ միայն Նիկոլ Փաշինյանով չի, այլ քաղաքակիրթ այդ աշխարհը հասկանում է, որ հայ ազգը այլ է, Նիկոլ Փաշինյանը այլ, ու այնպես, ինչպես որ հասկանում են, Լուկաշենկոն մի բան է, Բելարուս պետությունը և ազգը այլ բան, այսինքն չեն ուզում վնասեն ազգին պետությանը և դրա համար չերևացող թաթիկով, մշտապես են պահապան հրեշտակի նման մեր Հայաստանին պահպանում են, բազմից ենք հնչեցրել, որ տասնյակ անգամ կային այդ նախադրյալները, որ պիտի Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, հիշում եք 20 թվից հետո այս 5 տարի է, չէ, այս աշուն հարձակվելու են, չէ, չստացա, Գարնանը հարձակվելու են, միշտ ասել ենք չի հարձակվելու, չնայած որ Ռուսաստանը պնդում է հարձակվեք, ինչու չի հարձակվելու, որովհետև Ադրբեջանը այդ վախերն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ, այդ վախերն ունի, չի կարա, իրան զանգում ասում են վերենգի տեղը և այդպես վերենգած տեղը, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ենքան արխային լինենք, ենքան հանգիստ լինենք և պատերազմի չպատրաստվենք, մենք պետք է ամեն ինչ անենք, լավ արդեն ուշացել ենք, լավ արդեն չենք կարող Իսրայելի կամ Շվեյցարիայի նման, կամ մեկ այլ հզոր պետության, ասենք եվրոպական պետության նման բանակ ստեղծենք կարճ ժամկետում, բայց գոնե կարող ենք քաղաքապաշտպանության հարցերով զբաղվենք, դուք հենց նայեք ինչքան էլիտար շենքեր են կառուցում Երևանում, այդքան բետոնը, որ բետոնը, ցեմենտը, արմատուրեն, հա, ամրանները, որ օգտագործեին ապաստաններ կառուցելուն վատ կլիներ, չէ, մենք ասում ենք, լավ է, Ծառուկյանը, կամ Սամվել Ալեքսանյանը, մյուս օլիգարխներն ու կամ մյուս մեծահարուստները, կամ այսօրվա պաշտոնյաները, իրանք ունեն իրանց ապաստանները, 3-4 հարկ իրանց շենքերի, այդ 4 հարգանի շենքերի տակ մի 4 հարգել ներքևն է, իրանք կփրկվեն, ջանդամ են 3 միլիոն հայ ժողովուրդը, ջանդամ, կես միլիոն կմնա հերիքա իրանց որպես սպասարկող ուժ, սա է ամբողջը, մենք հիմա դրա համար ասում եմ, ես օրինակ կուզեի, որ իսկապես ավելի շատ գովար Ալիևին, Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա, այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են, այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն և անհատական մոտեցում, սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող և փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում, մեր բարեկամական և հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար, Ֆելիչե, ձեր առողջ և ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից, եկեք և բացահայտեք նորարարության փորձագիտության և կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արար
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Դե որ նշեց, ուզում եք ասեք Հեգնանքեր, այդ որ ասեց, քանի տարի ես դու ղեկավար, 22 տարի, դա։ Բայարկ է։ Ահա, ես այսպես հարցը ձևակերպեմ։ Դուք ըստ ձեր ասացի, արդեն ճամբարների սահմանները ավելի տեսանելի են դարձել, հակամարտող ճամբարների։ Մեզ համար տեսանելի էր միշտ։ Տեսանելի։ Ուղղակի մեզ համար այնքան ցավալի էր, որ այդ մեր տեսածը մենք չէինք կարող փոխանցել Լավ, հիմա արդեն տեսածի մասին խոսում ենք եւ խոսքը գնում է ավտորիտար եւ ժողովրդավար ճամբարների մասին, հա, երևի ճիշտ եմ հասկանում։ Այստեղ հարց, դուք ասում եք, տես Փաշինյանը անդադ գնում է այս ճամբար եւ նրան հետ ենք հաշում։ Միացյալ Նահանգների Չի գնում այս ճամբար։ Հիմա հարց եմ տալիս, որտեղ է Հայաստանում։ Ինքը Նիկոլ Փաշինյանը առաջի օրից գործակալ է։ Հարցը ստամ ու արդեն նույնիսկ ձեզ չխանգարեմ։ Որ ճամբարում է կամ որ հատուց է ճամբարների դեռ մեջտեղն է, դեռ չկողմնորոշվածների շարքում է, որտեղ է գտնվում Հայաստանը, որտեղ է գտնվում Նիկոլ Փաշինյանը, եթե դուք տարանջատում կատարեցիք նաև, եւ Միացյալ Նահանգներին արդյոք պետք է Հայաստանը իր ճամբարում տեսնել։ Շատ լավ։ Որտեղ է գտնվում Հայաստանը այսօր են կռվա խնձորն է, որ ժամանակին, երբ որ մենք ասում ենք, որ մենք պետք է ինքնուրույն գործոն դառնանք, որ գոնե մեզ փրկողներին ի վիճակի լինենք ինչ-որ ձևով օգնել, մեզ փրկելու համար, մենք դա ասել ենք միշտ, բայց քանի որ ունենք ռուսական գործակալական ցանց Հայաստանում, լինի դա Նիկոլը, լինի դա Ռոբերտը, Սերժը կամ Լևոնը, կամ մնացած վարչապետներն ու նախարարներ, որ թալանում են երկիրը, դա էլ էր ծրագրի մեջ մտնում, որ թուլացած, անարդար, անօրեն, մի զանգված լինի Հայաստան, դա ծրագիր էր։ Եվ որպես աշխատավարձ պարգևավճար իր գործակալներին ասում, դուք ձեր երկիրը, ձեր հանքերը գողացեք, ինչ ուզում եք, միլիարդատեր դառեք։ Սա էր իրանց պարգևավճարը։ Այս համակարգը այսօրվա դրությամբ նաև Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արեց գերազանց, որ Հայաստանը ինքնուրույն գործոն չկարողանա դառնա, որ ձայն չունենա, որ մակում դնեն ասեն դու մսխիթ քանդող ես, ձայն չհանի, որ Հայաստանը ագրեսոր է, ձայն չհանի, հասան իրանց նպատակին, հասկանում եք, բայց դա բավական չի քաղաքակիրթ աշխարհի համար, որ լսեն ոմն Նիկոլին եւ Հայաստանը քարտեզից ջնջեն։ Ես կասեմ ավելին, Հայաստանի համար նախապատրաստվածը էլ ավելի լավ ապագա։ Նույն արևմուտքի կողմից, քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Ինչու, իմ հարցս ինչի եք համարում, որ արևմուտքը ուզում է Հայաստանի տեսնել իր ճամբարում։ Թրամփի նախընտրական ելույթները, որ նա պաշտպանելու է աշխարհի բոլոր քրիստոնյաներին։ Այս սրա վրա ուշադրություն դարձրեք, ոչ թե նրա վրա, ինչպես ինքը ասել է, քո խաթր արեցի Ալիև, քո վանը, ես քեզ նայելով։ Նորից եմ կրկնում, Վլադիմիր Պուտինին էլ նա ասեց, Վլադիմիրը հոյակապ տղա է։ Ես նորից եմ կրկնում, նորից կուզեի Ալիևին էլ ասեր դու հոյակապ տղա ես։ Գուցե ինչ-որ շանս էր տալիս Պուտինին եւ Պուտինը այդ շանսից չօգտվել։ Հիմա նորից եթե նույն գործառույթն է շանս է տալիս Ալիևին, այդ դեպքում այո, դա էլ կա։ Ինչ շանս։ Դա էլ կա։ Ինչն է այստեղ առևտրի պոկել չինական բռնատիրական ռեժիմի ակումբից, պոկել։ Ինքը այդ շանսը տալիս է բոլորին։ Հավատացեք, չզարմանաք, եթե օրվա մի օրը նաև Հյուսիսային Կորեային այդ շանսը տա, որովհետև ուժեղը միշտ սկզբից շանս է տալի։
մենք ու թույլ Ռուսաստանի նման, թույլի գերմանացի ֆաշիստների նման Ուկրաինայի վրա ոնց որ գիշերով հարձակվավ, չի հարձակվում, նա շանս է տալի, նա ասում է արա, եկեք մարդավարի մոլորակը ապրենք, եկե հասել ենք տեխնիկական զարգացման այս աստիճանի, մարդավարի, sense կանոններ կան, չէ, ասում եմ, մենք ենք որ կանք։ Ես եմ, հետո ինձնից հետո իմ տղեն պետք է լինի, իմ տղուց հետո իմ թոռը պետք է լինի։ Եվ ավտոմատ դառնում է ավտորիտար ճամբարում։ Այո, եւ ավտորիտար ճամբարում հայտնվելու պարագայում դու նաեւ պետք է ապացուցես, որ դու հենց այդ ավտորիտար մարդն ես։ Դու պետք է արուն թափես։ Դու պետք է բռնի ուժով սաղին կզսնես, համենայն դեպս քո ժողովրդին, որ հաստատ։ Դու պետք է ապացուցես դա։ Որ այդ ճամբարի հարգանքը Այո, որ դու մեզանից մեկն ես, այն բանդիտական սխոտկեքը ոնց են, որ նոր անդամը հայտնվում, առաջի սպանությունը ատրճանակը տալիս են ձեռը, ասում են սպանի սրան։ Շո, սպանես, արդեն մերն ես, հաստատ մերն ես։ Սա է պրինցիպը, մեռանք ասելով, չէ, իրանք մակերեսով են այսօրվա հարցադրումից դրդված, Նիկոլը թուրքական գործակալը, արա մեծագույն, ճանաչված, քաղաքական գործիչներ են ասում, նա թուրքական գործակալ, արա չեք ամաչում, արա, խիեք շեղում, խիեք ձեր են ոչ ու պուչ Ռուսաստանին այդպես դոշով պաշտպանում, մեռնում եք ասեք, արա, դա ռուսական գործակալը, ճիշտն ասեք, արա, մարդուն մի անգամ է կյանք տրված, մի անգամ էլ պիտի մեռնի, այդ մեռնելու ընթացքում 5 կիլո ավել միս ինձանից որ կերար, դրանով աստուդեմ, ոչ մի առավելություն չես ունենալու Արա ճիշտը խոսացեք, հիմա նայեք, երբ որ արդեն դեմքը պատրվավ, երբ որ ամեն ինչ ասվավ, երբ որ ես անձամբ ես ցույց տվի մի քանի ելույթներում ասեցի ախպեր, եթե արևմտյան գործիչը, արևմտյան Մետա Նիկոլը, ապա Շախարյան համագործակցության ակումբում ինչ գործ ունի։ Ինչ գործ ունի։ Դե ձեզ հակադրում են, ես գիտեմ այդ ձեր դուք ուրիշ տեղեր մեզ մոտել ասել եք դա, ասում են դա հետ զուգահեռ նա գնում է Զուգահեռ չի գնում, նա չի գնում, կանչում են գալիս է, նա խաղում է այդ դերը, զուգահեռ, լսեք ասեմ, Օրբանը այսօր ոտով գլխով Պուտինի ճուտն է, բոլորը գիտեն, բայց ոչ թե զուգահեռ գնում, այնքան Եվրոմիության անդամ է ու Եվրոմիության նիստերին է մասնակցում, խնդիրը ինչ է որ գնում է, դա չի նշանակում է ամբողջությամբ պետք է սա Իմ հարցից որտեղ է գտնվում Փաշինյանը Փաշինյանը գտնվում է Պուտինի գրպանում, մենք անգամ Չինաստանի վասալը չենք, հավատացեք, մենք Չինաստանի վասալն ենք, ստրուկի ստրուկն ենք, Ռուսաստանը Չինաստանի վասալն է, մենք էլ Ռուսաստանի Պուտինի գրպանումը, Ալիևը, Նիկոլ Փաշինյանը Ալիևը նույնպես Այո, իհարկե Այս վերջին գրկախառնումները եւ ձերբակալությունները Ադրբեջանի երեկվա երևի դեռ չեք տեղեկացել ոչինչ կտեղեկանաք վկայում է այն մասին որ Ալիևը կրկին Պուտինի հետ կամ չէին էլ պարակտվել նրանց կամ չերել վատացել նրանց հարաբերությունները Նորից իրար հետ են, միասին են Այսինքն նորից իրենք չեն միասին, Ալիևը Պուտինի հետ է Թող էդի նորություն լինի ռուսական կայսրությանը ատամներով պաշտպանողների համար Եվ Փաշինյանն էլ է Պուտինի հետ Բա իհարկե Իմ հարցից մի ուրիշ հատվածում կար դուք այնտեղ տարանջատեցիք, հիշում եք Բելարուսին էլ տարանջատեցիք, Հայաստանի ժողովրդին էլ կամ պետությունը տարանջատեցիք։ Օրինակ, ասեմ ինչի համար։ Պետությունը որտեղ է գտնվում Ես ասեմ ինչի համար։ Պետությունը այսօր այդ բլոկում է, ասենք պետական մեքենան, ապարատը, բանակը, ղեկավարությունը, որ իրանցն է, արդեն ամբողջը գնում է Էնկոմ։ Էնկոմը ո՞րն է։ Դեպի բռնատիրական ռեժիմների, ասենք ավտորիտար պետություն է դառնում։ Բայց ինչի եմ ես ժողովուրդներին առանձին նշում, որովհետև բացի պետական պայմանագրերից եւ պետական պարտավորություններից կամ գերված լինելուց գոյություն ունի քաղաքակրթական դաշինքներ։ Քաղաքակրթորեն դու որ բլոկի ինչ ազգի ես ինչ արժեհամակարգի ես ծառայում, քաղաքակրթական, դուք հասկացեք, հիմա Բելարուսը իր քաղաքակրթությամբ, ամբողջությամբ, ինչպես նաև Ուկրաինան, Լեհաստանը, դա եվրոպական ցիվիլիզացիա են, ճիշտ է, արևելյան Եվրոպա են, բայց եվրոպական ցիվիլիզացիա։ Մենք էլ, ոչ թե մենք էլ, այլ մենք այդ եվրոպական քաղաքակրթության հիմքն ենք հանդիսանում։ Այսօր ամբողջ Եվրոպայի, ամբողջ աշխարհի Ռուսաստանը շանս ուներ, Ռուսաստանը այնքան է խառնվել
ույգուրա թաթարական, իսլամական տարբեր հոսանքներին եւ ինքը ընդունել է կայսրության այդ դերը եւ 50 անում այդ երկու գլուխները որ կան արծիվների, որի վրա երկուսի վրա խաչ ա դրված, այսօր իսլամական աշխարհը ասում է չէ, մի արծիվի գլխի վրա պետք է կիսալուսինը դրված լինի։ Այսինքն ինքը արդեն սպոնգի նման իր մեջ ներառել է այդ քաղաքակրթության, արևելյան քաղաքակրթության այդ հիմքերը։ Դրա համար իրան շանս կար, դրա համար էր Տրամպը Պուտինին հնարավորություն տալի, շանս տալի, վերադառնալ, քիչ բուժվել եւ այդ չուզեց։ Հիմա նույն ձևի չի Նիկոլը ոչ թե չի ուզում, այլ Նիկոլը իրավունք էլ չունի ուզենալ կամ չուզենալ։ Նիկոլի ուզենալը կապված է մենակ Պուտինի հրանգից, всё։ Նույնը ինչպես որ նաև Ալիևի։ Ոգևորվողներ կային, հեսա տեսեք, հեսա նա ինչ անելու, հեսա նա Ադրբեջանին ինչ անելու, Ղարաբաղն էլ Լավ, դուք ուրեմն հակադրեցիք քաղաքական այդ բևեռացումը, քաղաքակրթական ասեցիք կա նաև բաժանում, բայց չի այդ քաղաքակրթական բաժանումը դուք այսպես իդեալական, գաղափարախոսական որպես ներկայացրեցիք, դա չի արտացոլվում իսկապես քաղաքական այս բևեռացման մեջ, չէ՞։ Փաստորեն դուք եւ Բելարուսի, եւ Ռուսաստանի, կոնկրետ Բելարուսի եւ Հայաստանի տարբերակում առայժմ չի արտահայտվում։ Առայժմ, բայց հոսանքը հիմա դուք տեսել եք մի հատ այդպես հոսանք, Հյուսիսային Կորեայում, Ադրբեջանում, որ իրանք դեպի քաղաքակիրթ աշխարհի սերտաճման process-ներին ուզենան մասնակցել, ուղղակի ճնշված են։ Չկա, որովհետեւ իրանք քաղաքակրթորեն պատկանում են արևելյան բռնատիրական ռեժիմներին։ Իմ հարցս ես ինչու ունենք, հիմա տեսեք, միայն այն, որ մենք գոյություն ունենք Հայաստանում, Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպությունը, ինչքան էլ մենք գերված լինենք, արդեն ապացուցում է, որ մենք քաղաքակրթորեն մեր վեկտորը դեպի ինչպես այմ հարցս ես ինչու սկսեցի դրանից, որ այո, գաղափարապես քաղաքակրթորեն, այո, մենք պետք է լինենք առանձին ճամբարում, գալիք ընտրություններում։ Դուք ասում եք ժողովուրդը եւ պետություն, պետական իշխանությունները, հազար ներողություն։ Ինչպես ժողովուրդը կարողանա իրացնել այդ իր հնարավորությունը, այդ իր շանսը, այդ իր արմատները։ Մեկ բառով կարամ ասեմ, բայց եթե դրա ճակատները բացնես, բավականին բարդություն է։ Միանալ Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպությանը, աջակցել եւ ազատագրվել, всё, այդպես։ Մեկ բառով պատասխանեցի։ Միայն մենք կարող ենք, որովհետեւ Հավատացեք բոլոր քաղաքական ես դառել եմ հաբրգած քաղաքական ուժերի նման, են որ ասում են մենակ, ինչքան համեստություն արեցին, ինչքան համեստություն արեցին, կարա տեսանք սա իրանք։ Լավ, եկեք մենակ մենք գիտեք որ պարագայում են ասում միայն մենք։ Ծրագիրը, գաղափարը, մի սխալ ճանապարհով են գնում, գնահատականները ճիշտ չեն տալիս։ Կարողանում են ասենք եթերներ ունենալ, ավելի շատ մարդկանց ներգրավել, իրանք են ասում միայն մենք։ Բայց այնինչ մեկը տենում ես մի քանի ամիս հետո, մի տարի հետո, 2 տարի հետո անդրադառնում են մեր թեզերին, մեր նարատիվներին, կրկնում են նույնը եւ քանի որ իրանք են միշտ երևում էկրաններին, ստացվում է որ արո ինչ խելոք բաներ ասեցին։ Դրա համար շատ կարեւոր է, ես կուզեի առանձին նաեւ մի հաղորդում ունենայինք քաղաքականության մեջ բարոյականության վերաբերյալ։ Բարոյական հիմքերի։ Հիմա տեսեք մարդկանց մեջ արդեն այնքան են արմատացրել են ասացվածքը, որ քաղաքականությունը դա հազար ներողություն եմ ասում, պոռնիկություն է, որ մարդիկ անգամ քաղաքական բառը որ լսում են, կուսակցություն բառը որ լսում են, ասես հոսանքին ոնց որ 220 վոլտ հոսանքով խփում հետ են դառնում, որովհետև իրանց նպատակը հենց դա էր, որ մարդկանց մեջ պակսեն քաղաքականության մոտիկ գալու թույլտվություն։ Այ եղբայր, լավ, սենց վերցնենք էլի, ժողովրդի հետ կարծես թե հիմա ուզում եմ մենախոսության մեջ մտնեմ։ Եթե քաղաքականությունը դա պոռնիկություն է, բա ո՞նց ես դու քո երեխու ապագան պոռնիկներից հեռու թողած ասում ես ղեկավարեք իմ երեխու ապագան։ Ես դա հարց եմ ուզում տամ։ Դա համար
Ինչ է։ Ձեր հարցը ճիշտ ասած տրամաբանությանը չի Ինչի։ համաձայն չէ, որովհետև ցանկացած պետության մեջ քաղաքական էլիտա գոյություն ունի։ Այսինքն եւ քաղաքացի ոչ Դուք ուզում եք քաղաքացին է ձևավորում այդ ապապետության մեջ ապրել։ Չէ, ապապետության մեջ չէ։ Ապա բարոյականության մեջ չապրել։ Այսինքն քաղաքացին դառնա տերը երկրի, որ եղբայր ես չեմ ուզում այս սրիկանը։ Այդ գեղեցիկ խոսքերը հավատացեք Փաշինյանն էլ էր։ Փաշինը ինձ չհամեմատեք Փաշինյանի հետ, որովհետև ինքը իր ապաց կյանքով թե մինչև ընտրվել է, թե ընտրվելուց հետո ցույց ա տվել թե ինչ սրիկայանն է։ Միշտ իր գործունեությունը քանդեք։ Եկեք իմ գործունեությունն քանդեք, անցյալը ներկան։ Ես ինձ Ռոբերտ Քոչարյանի Եվրոդատարանում հաղթելու համար ինձ անձամբ ինձ եւ որ իդեպ ես ձեզ ասեմ որ մինչ օրս ես միակն եմ ամբողջ Եվրոպայում ամբողջ արևելյան Եվրոպայում հետ սովետական երկրներում որ ընտրական իրավունքի խախտմամբ Եվրոդատարան եմ հաղթել ես միակն եմ եւ դրա համար նա ինձ վտարի ենթարկում Որ հարցում ինչ հարց է ընտրական իրավունքի խախտմամբ որ ինձ ապօրինաբար ընտրություններից զրկեցին հանեցին ցուցակներից մարդիկ գալի բիլուտենը վերցնում էին տենում էին իմ ազգանունը չկա Սարուխանյան գրում են նշանը դնում գնում են ինքը ճիշտ անվավեր էր դառնում բայց այդպես բաներ են արել այս Ռոբերտ Քոչարյանի օրոք Իսկ որ ցուցակներում եք դուք դա մաժորիտարի դեպքում է երբ է մաժորիտարի դեպքում Ռոբերտ Քոչարյանի ժամանակ որ ցուցակներում եք կամ որտեղ եք մի քիչ այդ մասին ասեք Շնգավիթ տարածքում 3 տեխնացու ենք ես Վերսանդիկ Հակոբյան կարծեմ ազգանունը Վերսանդիկը եւ Կարամելի Հարութ էին ասում Հարություն Ղարագյուզյան այսինքն մշտապես ինքը թե Բարգավաճով թե Հանրապետա իր համար կապ չուներ եւ դա էլ արդեն ապացույց էր որ թե Բարգավա այստեղ Հանրապետական որ կուսակցություններ ձեր թիկունքում որ կուսակցություններ ես այմական եմ միշտ այմ այո բայց ես որպես կուսակցական չէի առաջադրվել այլ որպես մոժարատար առանձին անհատ այսինքն այնտեղ այմը վիճակի չէր մեծամասնականով մաժորիտար եք ասում այո մեծամասնական թույլ էր տրվում ասենք ով ցանկանում է ինքնին առաջադրել ես առաջադրվել էի եւ այնքան վտանգավոր տեխնացու էի իրանց համար որ ինձ ուղղակի ընտրություններից հանեցին եւ դուք կարողացաք հաղթել Եվրոդատարան դա տևեց 4 տարի ու կես 4 տարի ու կես հետո ես հաղթեցի իդեպ ես ասեմ այդ վճիրները իմ հաղթանակի այդ վճիրը եւ A1+ տենց հերոստատ ծրագիր կար եթե հիշում եք այո եւ իրանք մեկ շաբաթվա տարբերությամբ մեր հաղթանակները դուրս եկան իրանք էլ էին դիմել ինչ-որ հարցով իրանք փակելու եթերազրկում այո եւ իմը այսօր այդ գործը այդ դատավարույթը ասենց ասենք Եվրոդատարանում որպես ուսուցողական դասընթացներ Եվրոպայի Ամերիկայի լավագույն համալսարաններում իրավաբանական ֆակուլտետներում ուսուցում են Վիկիպեդիան բացեք նայեք Լավ վերադառնում ենք ուրեմն ինչպես է ժողովուրդը իր հնարավորություն ունենալու իրացնելու այդ հարցին ենք պատասխանում դուք ուղղակի հարցադրումը արեցիք եւ դարավ դա այդ թեման բայց թեման ուրիշ բանի մասին էր երբ որ ինձ մահափորձ արեցին եւ վթարի ենթարկեցին այո եւ ես եւ միակ լրագրողը որ գրեց դրա մասին դա առավոտ թերթն էր Անունը չեմ ուզում տամ այդ աղջիկը որտեղ Ռուզանա Մինասյանի այո դե ենթադրում եմ թեմաները իրեն ինքը գրեց օրինել ասենց կիսա մահափորձ թե պատահականություն այսինքն գոնե անդրադարձա բայց մանրամասնությունը լրիվ նկարագրում է որպես մահափորձ գնացի դիմեցի Նիկոլ Փաշինյանի թերթին եւ իր կնոջ Աննային երբ որ իրանք այդ եկեղեցու բակում ունեին մի հատ sense գրասենյակ ասեցի այս հարցը բարձրացեք ասում բլոկադա է փակ sense չես կարող ոչ մի լրատվամիջոցի անհնար է ասես մենք կուսումնասիրենք թողեք գրավոր գրեք բերեք ասեք թե որ ես սա նստեմ գրեմ այն ժամանակ բլոկադա էր հիմա էլ է բլոկադա այո իհարկե KGB-ն հələ ոչ միտեղ չի գնացել նույն KGB-ն է եղել եւ շարունակում է չեմ զլանա նորից եւս մեկ անգամ անձամբ ձեզ շնորհակալություն հայտնեմ գոնե այս հարյուրավոր եւ հազարավոր սելավ ասենք ապակ տեղեկատվության մեջ ինձ հրավիրում եք ինձ հրավիրում հնարավորություն եք տալի գոնե 1-2 ամսը 1 գոնե դուրս գա ճշմարտության մի բառ
Ես նորից եմ ասում, շնորհակալություն Տիկին Գայանե եւ Նոյան Տապան գործակալ։ Ես ինչ եմ ուզում ասեմ։ Վերջացնեմ միտքը։ Եվ այդ Նիկոլ Փաշինյանը եւ իր այսինքն այդ կինը տվեց իր պատասխան, ասաց նման թեմաներ մեր թերթին հետաքրքիր չեն։ Ռոբերտ Քոչարյանի դեմ այնվաղ ես բան էի գրում։ Իրանց հետաքրքիր չէր մահափորձը, իրանց հետաքրքիր չէր Եվրոդատարանում Ռոբերտ Քոչարյանի պարտությունը, սա է Նիկոլ Փաշինյանի պատկերը եւ երբ որ դուք համեմատում եք ինձ Նիկոլ Փաշինյանի հետ, թե Նիկոլ Փաշինյանն էր ասում, ես ես ուղղակի նկարագրում եմ Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը, թե որ թվականներից էր ինքը դեռ գործակալ եւ իշխանության դեմ թույլ տրված չափսերի մեջ արտահայտվի եւ անգամ ազգային ժողովում ստեղծեցին մի հատ բան, երբ որ Շմայսին ասում էր արա դու ես այս տղա ես ինչի տղա են դու ես սենց ինչ որ իմիջ էին ստեղծում արա տղայի այլը տեսեք արա Շմայսը սենց զավտրիկի տեղ կուտեր ոսկորներն էր կթքեր զուգարան Նիկոլը իր համար ով էր եւ այդպես Նիկոլ Փաշինյանը ոչ տղավարի կարող էր դիմակայել ոչ իր ճշտությամբ ոչ էլ իր մտքի ուղեղի թռիչքով ոչ մի ձևի չէր կարող դիմակայել եւ թշնամիները երբեմն երբ որ գրավում են տվյալ տարածքը այդ տարածքից ընտրում են ամենատականքներին ամենավատերին եւ դարձնում են այդ տվյալ տարածաշրջանի ղեկավար դա որ սենց հազար ներողություն Բակի բառապաշարով ասեմ որ կայֆավատել են օրինակ անձամբ ես երբ որ Բաքում կգրավեմ այն ամենաչոլախին ու ամենաբանին կընտրեմ ՏԷ-ի ղեկավար ու ասես կնայեմ կխնդամ կասեմ ես չի ես ազգը մեր ազգը դուք պատկերացնում եք կոմանդոսի նման գեներալը մի հատ անկյունում են Դոսաֆի շենքում մի հատ սենյակ էին տվել այդ մարդը արա Շուշին ազատագրողն էր բայց ազգային ժողովում որպես ռազմական գեներալներ ներկայացնում էին կռազի շոֆերները Մանվելն ու Սեյրանը որ աշխարհը նայում էր ասում սա արա ասում են մարշալ ունեն գեներալ ունեն այս ազգն արա իրանց գեներալները նայ ազգային ժողովում լավագույն գեներալներն են չեն ներկայացված այսենց մեր վրա կայֆավատ էին ելնում Ովքեր Ռուսական կայսրությունը իրանց գործակալական ցանցի միջոցով ես ասում եմ Հայաստանը ղեկավարվում է Լուբյանկայի 3-ը 6-ի վրա միացած քառակուսի մի հատ սենյակ երկու հատ մայոր կամ մի հատ փող Այսօրվա ազգային ժողովը եւս այդ կայֆավատի Բա իհարկե այսօրվա ազգային ժողովը լրիվ անկապների բան է մի մասանդե ովքեր ասենք գիտակցումը որ ինքը գործակալը հատուկ էլ ընդեն ներդրված է որ այդ ռամսերը պահի տեղը Այն մնացած մարսը այն իշխանության ձգտող եւ կամ այդ իշխանությունից կարճած լակոտակրատիա են սարքել Նշանակում է ժողովուրդը պրեսի տակ է եւ շանս չունի դուրս գալու այդ ձեր ասած Այո Իսկ ինչպես է դուրս գալիս շանսը միշտ պետք է իրան միշտ տաս այդ շանսը որ դու ունես այդ շանսը բայց իսկապես այն աստիճանի ենք Այսինքն ներշնչես 10 բան է ներշնչես ընդամենը տալը մի քիչ այլ Դուք կհիշեք Անշուշտ կհիշեք իմ համեմատությունը, երբ որ ես հետսովետական երկրները համեմատեցի հիվանդանոցի հետ, որ հոգեպես եւ ամեն ինչով մենք հիվանդանոցին հիվանդ հասարակություններ ենք, որպես հասարակություն։ Եվ պատահական չէր, որ ես համեմատեցի Հայաստանը ռեանիմացիայի հետ։ Եթե Ուկրաինան էլի հիվանդանոցի, ասենք, հասարակությունն է, բայց ինքը թերապիայի բաժնից է, հրդեհի դեպքում ինքը կարող է այդ հրդեհի դեմ ինքը նույն պայքարի ինչ որ ձևով ինքը իրան փրկի։ Դες պատերազմում է։ Ապա հայերը, մենք Հայաստանը, մենք այս երկիրը ռեանիմացիայի հիվանդներ ենք։ Եվ դա դրսից տենում են։ Եվ դա այդ փրկիչները փրկարար ջոկատը որ եկել է գիտակցում են, որ այս հարկում, երկրորդ հարկում այս պատուանները ռեանիմացիայի հիվանդը իրանք ինքնուրույն չեն կարա։ Դրա համար մեծ պատգարակներով պետք է փրկեն։ Եվ այդ փրկությունը գալու է արևմուտքից։ Ներողություն, Չինաստանից չի գալու։ Թուրքիայից չի գալու, Ռուսաստանից չի գալու։ Արևմուտքից է գալու։ Փրկությունը Ռուսաստանի ձեր ասած ճիրաններից, ճիշտ է պետք է լինի։ Հիմա հարց։ Փաստացի այսօր Ռուսաստանի ճիրաններում են, բայց կարող է Չինաստանը մի հատ հրանք տա, ասի լավ, այդ քո վասալներն էլ փոխանցի Թուրքիային։ Այսինքն իրանց
այդ բռնատիրական Պասերով, կապ չունի, կապ ունի, որ այնտեղ է։ Եվ դուք ասում եք Միացյալ Նահանգները կարող են այդ պատգարակ ասեցիք, այդ պատկերավոր Հայաստանին պատգարակով դուրս տանալ։ Հիմա Միացյալ Նահանգները շատ ներողություն, որ ես շարունակում եմ ձեր այդ վիզուալ որ հասկանալի լինի։ Հիվանդը ինքը պետք է տեղափոխվի այդ պատգարակի վրա, հնարավորություն ունի հիվանդը տեղափոխվելու պատգարակի վրա, թե իրեն անգիտակից վիճակում Միացյալ Նահանգների 4 ներկայացուցիչներ ոտից ձեռքից բռնած։ Շատ լավ հարց։ Ներողություն, հազար ներողություն, որ դա ազգի, դուք ազգի ժողովրդի մասին եք խոսում։ Այո, մենք այդ վիճակում ես ենք։ ներողություն եմ խնդրում։ Դրա համար մեր ժողովուրդը Իմ հարցից ինչպես պատասխանեցիք։ Մեր ժողովուրդը ռեանիմացիայի հիվանդ է, ինչպես ես արձանագրեցի, որ այդ վիճակում ենք։ Եվ այդ ռեանիմացիայում ով որ արդեն կոմայից դուրս եկած է, ինչ որ ձև կարող է ինքն իրան օգնի փրկիչներին Մենք ինքն իրանի մասին չենք խոսում, մենք ժողովուրդը հավաքական։ Հավաքական, ուրեմն պատգարակներով կգան ու կփոխանցեն։ Ուրեմն այդ Այսինքն ժողովուրդը ի վիճակի չի Այսօր տենում ենք, որ ի վիճակի չի։ Դուրս գալու։ Ես այսօր տեսնում եմ, որ Արցախյան պատերազմին մեր ժողովրդի 2-3%-ն է մասնակցել։ Մնացածը ռեստորաններում քեֆեր են արել։ Այսօր ես տեսնում եմ, երբ որ այս խայտարակ պարտությունը կա, 2-3%-ի սիրտն է ցավում Հայաստանի այս վիճակի համար։ Ես տեսնում եմ, դա ինչ է, հոգեկան հիվանդի կամ ռեանիմացիայում կոմայի մեջ եղած ժողովրդի պատկեր չի։ Այսինքն առաջին գործը կոմայից հանելն է ժողովրդին։ Հիմա առաջին գործը ստեից փրկելն է, հետո կոմայից կհանեն։ Փրկելը այսինքն դեր ասած 4 ձեռքով պետք է Ով կոմայի մեջ չի, օրինակ մեր կազմակերպության անդամները եւ կան էլի մի քանի կազմակերպություն, որ ազնիվ մարդիկ կան, կոմայի մեջ չեն, ուզում են մի բան անեն։ Դրանք անպայման փրկողներին պետք է օգնեն։ Պետք է օգնեն։ Եվ դրա համար մենք միշտ կոչ ենք արել։ Պայքարեք, կռիվ տվեք ռուսական կայսրության դեմ։ Մենք դա ասել ենք։ Մենք դա ասել ենք, համալրեք Ուկրաինայում հայկական լեգիոնը, որը կռվում է բռնատիրական ռեժիմների դեմ, որը կռվում է Հյուսիսային Կորեայից ուղարկած կորեացիների դեմ, Չինաստանից ուղարկած զենքերի դեմ։ Հայր ջան, կռվեք այն ռուսի դեմ, որ ասում է ես ռուս եմ, ես ինչ ասեմ պետք է անես, դրանց դեմ։ Մենք բիոլոգիական տեսակի մասին չենք խոսում։ Ռուսների մեջ էլ կան շատ ազնիվ մարդիկ, ովքեր իրանք մեր նման եւս Դուք ռուս ժողովրդի մասին չեք խոսում, ռուսական քաղաքական։ Ու ցավոք իրանք էլ են ռեանիմացիայի որոշ մասը, այո, որ իրանք էլ է փրկել պետք։ Ինչպես որ ժամանակին 45 թվից հետո փրկեցին գերմանացի ազգին։ Երբ որ եկան եւ բոլորին անխնա տանում են կինոթատրոններ եւ իրանք ժողովրդին անխնա ասելով պարտադիր է ոչ թե ցանկությամբ անվճար պարտադիր տանում են ամեն իրիկու ընտանիքով դի գնաց նստես նայես թե ձեր ռեժիմը ինչեր է արել եւ այդ մարդիկ լացում էին ասում միթե սա մենք ենք կամած բուժեցին այդ ազգին Փորձենք հեռախոսազանգերի պատասխանել այո լսում ենք ձեզ բարև ձեզ Ալո Ալո լսում ենք ձեզ Ես շնորհավորում եմ հաղորդումը եւ ձեր հյուրը որովհետեւ քաղաքական գործիչ բավական ճիշտ բաներ ասեց, բայց ես պետք է ասի առաջին ձեր հարցին կասեց որ Թրամփը իզուր չասեց քրիստոնյա ազգի մենք պետք է պաշտպանենք։ Նրան Վրաստանին վերցրեցին Հայաստանի փոխարեն, բայց այսան Վրաստանը ճիշտ դուրս եկավ։ Կովկասը չեն ուզում թողեն, որ Չինաստանը վերցնի Թուրքիայի միջոցով կամ Ռուսաստանի միջոցով, որովհետև Ամերիկան եւ Արևմտյան Եվրոպան են, որ իրար հետ մեջք են։ Եվ երբ որ դրա համար ինքը քրիստոնյա մեր հայ ազգի բախտը բերեց, որ քրիստոնյային կիզմինակ ժամանակվեք, շատ կարճ։ Մեր Հայաստանի միջոցով ինքը այդ կամուրջի միջոցով ուսում է պաշտպանի ինքը ոտ տնի Հայաստանի զորացնի եւ Թուրքիային հնարավոր չտա Ռուսաստանին որ Չինաստանը Ռուսաստանը Թուրքիան միացնի Պարսկաստանն էլ հետը
եւ մուսուլման հիմա կռիվ այդում քրիստոնյա եւ մուսուլմանական եւ Չինաստան ուզում է էժեններին եւ բուդդիստներին միացնի, որ աշխարհի կեսի երկու մասի Ռուսաստանը դուրս եկավ խաղի։ Դրա համար հիմա մեր բախտը բերել է, պետք է մենք արևմուտքի կողմը, Թրամփի կողմը լինենք, ուրիշ ոչ մի ճար չունենք։ Շնորհակալություն։ Մեկնաբանելու կարիք ունեք, Ինձ թվում է ինքը գրեթե կրկնեց ամեն ինչը, ինչ որ մենք ենք ասում, բայց ես արդեն ուրախ եմ, ես մի բան ուղղակի կողջունեմ այս քաղաքացուն, ճիշտ է ապրելով հեռավոր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, փաստորեն ժողովուրդը սկսել է կամաց զգալ ճիշտ, այսինքն մեր աշխատանքը զուր չի գնացել։ Օրինակ ես շատ եմ ունեցել հաղորդումներ, երբ որ Ամերիկայից զանգահարում էին, բարի շարունակում են Ռուսաստան գովել։ Լավ, եւս մեկ հարց, հեռուստադիտողից, այո, լսում ենք ձեզ, բարի ձեզ։ Բարև ձեզ Տիկին Արաքելյան, բարև ձեզ պարոն Սարոխանյան, ողջունում ձեզ հեռավոր Գլենդելից, ես ասեմ, որ լիովին համաձայն եմ ձեր բոլոր ասացների հետ, նշեմ, որ եթե մեր արևմտամետները ունենային ձեր գաղափարների եւ համոզմունքները, ավելի լավ կլիներ երկրի վիճակը։ Ցավոք նրանցից շատերը, չեմ ուզում այդ սազանդար բառ օգտագործել, բայց շատերը իշխանությունների խոսափող են, եթե դուք լինեիք, ավելի լավ կլիներ։ Եվ իդեպ ինչեւ հարց տալը ես մի ձեր հնչեցրած հարցին պատասխանեմ, ինչ գիտենք, որ արևմուտքը ցանկանում է, որ լինենք իր ճամբարում, շատ պարզ, եթե նրանք մեզ փրկում են, դա չեն անում մեզ սիրուն աշխերի համար, դա անում են, որպեսզի իրենց շահերի համար, այն է, որ մենք այս Չինաստան-արևմուտք պայքարում իրենց կողմ լինենք։ Եվ այդ քաղաքակրթական պատկերը հստակ ունենք թվեր, թե ինչու է արևմուտքը մեր ժողովրդին վստահում։ Այդ IRA-ի հարցումներով Հանրապետական ինստիտուտի 50% Հայաստանի բնակչության ցանկանում է Եվրոմիություն, 70-80% ցանկանում է Եվրոմիության հետ լավ հարաբերություններ։ Նրանք դա շատ կարևոր է նրանց համար։ Բայց հիմա հարցս պարոն Սարոխանյան, ձեզ ըստ երևույթին պակասում է միայն ֆինանսը, դուք գաղափարապես եք ամեն ինչը նորմալ, կարծում ձեր բնակչությունը, ասում եմ 50% ցանկանում է Եվրոմիություն, պատրաստ է իմ կարծիքով, ցավոք ես եթե $1 միլիոն ունենայի միգուցե ձեզ կտայի, ես շարքային սփյուռքահայ եմ, բայց հարցս այսպեսին, փոխանակ ենթադրենք միլիոնատերների հայ դիմելու դուք ինչու չեք մտածել կամ արդյոք մտածել եք դուք արևմտամետ եք, եվրոպամետ դիմել Եվրոմիության ենթադրենք գրանտեր կան եւ այդ միջոցներով ուժեղացնել ձեր շարժումը եւ պայքարել ձեր ճիշտ գաղափարների համար։ Դուք մտածել եք այդ ճանապարհի մասին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար եւ ձեր շնորհակալություն առավել եւս ձեր կողմնորոշման եւ դիրքորոշման համար։ Ես կասեմ հետեւյալը. յուրաքանչյուր ազգի գործը իր ձեռքերի գործը պետք է լինի, փրկության գործը։ Մենք ինքներս պետք է փրկվենք։ Գիտեք ինչ կա, այդ գրանտերն էլ որ տալիս են, ինչ որ նպատակներով են տալի, որ իրանց ծառայես, որ ինչ որ քեզ կախյալ դարձնեն։ Հիմա տեսեք ժամանակին այստեղ կար Սորոսի հիմնադրամ։ Ես հետաքրքրվեցի, որովհետև այս ժամանակ հասարակական գործունեությամբ էի զբաղվում եւ շատ մարդկանց փորձում էինք օգնել։ Գնացի այդ գրանտների համար։ Գիտեք ինչ պարզվավ ինձ համար, ինձ մերժեցին։ Ես զարմացել էի, բայց հետո պարզվավ մի բան, որ ես ցուցակը մի քիչ նայեցի, ճարեցինք այդ ցուցակը, ովքեր են ստանում գրանտներ Սորոսի այդ հիմնադրամից։ Արա զարմանալիորեն ինձ համար չէ, իրոք անակնկալ էր 98%-ով, եթե ոչ 100 KGB-ի գործակալական ցանցի ներկայացուցիչները Ռուսական KGB։ Այո, ռուսական, ամերիկյան KGB չի։ Ռուսական, ով ստեսավ ռուսական գործունեություն անում, իրանք են ստանում։ Բոլոր անխտիր, հիմա գնացեք նայեք։ Ու այսօր ով ուզում է ներկայանա որպես արևմտամետ։ Հիմա նայ, շատ գործունեությունը կարծես թե արևմտամետ է, չէ՞։ Գործունեությունը անում, սա խոսում են նույն նարատիվները ինչ որ ես։ Բայց վերջում երբ որ ասենք այս պարտությունը Արցախի ում ձեռքերի գործն էր, Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան, Իսրայել։ Իսրայելն էլ մեջն են կողմում։ Որ քաղաքակրթական вообще ինքը ամերիկյան է, եվրոպական է, Իսրայելը։ Անկախ նրանից,
որ այս պահին մեր մոտ տպավորություն կա, որ ասենք ինքը մեր թշնամին է։ Դե հենց ամենայում առաջին հարցից Բայց հիշում հիմա Ադրբեջանա-իսրայելական, Հիմա տեսեք, ես այդ ամերիկյան գործիչների մասին եմ խոսում, որ գրանտներ է ստանում։ Լավ։ Մեջը Ռուսաստան Խոսքով չկա, դուք եք ասեք, կներեք, մեջը Ռուսաստան չկա։ Նայեք իրանց այդ գործնեությունը։ Դուք Սորոսը մատնանշեցիք, դա Սորոսին է բնորոշ հերոստատիտողը եվրոպական գրանտների մասին խոսում։ Եվրոպական գրանտները չի կարող ապահովել քեզ այն աստիճանի գումարով, որ նա կարողանա քեզ ընտրություն ապահովի, ընտրաշավ ապահովի, այսինքն դա նաև այլ պետության գործերի մեջ խառնվելու process է նշանակում, որը բացառվում է։ Լավ հեռախոսազանգեր, ոնց որ աչքիցս վրիպեց, մենք ունենք մի քանի րոպե, ես բայց կուզենայի մի հեռախոսազանգ եւս ընդունել, զանգերը երևում են, հետո անհետանում են։ Լավ, պարոն Սարոխանյան, մեկ հարց ես ձեզ ուղղեմ, մինչև տեսնեմ հեռախոսազանգը կրկին երևում է մեր հեռախոսի էկրանին։ Փորձում ենք ամփոփել մեկ դրական ընթացք, որը կարող եք, եթե հարցնեմ, ինչ որ դրական ընթացք, տեսեք, Միացյալ Նահանգներ ասեցիք եւ հեռուստադիտողներ, այս հարցս կհիշենք, հեռուստադիտողի հարցից հետո անդրադառնանք։ Այո, լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Գալե ջան, շատ շնորհակալություն ձեր հյուրի համար, այս հյուրը ինձ հիշեցնում է Դեմիրճյանը, Երանի, այս մեր հյուրը պրեզիդենտ ընտրվեց, լսում եք կանը։ Իհարկե լսում եմ։ Ես եմ լսում։ Պրեզիդենտ ընտրվել, բայց ես իրան հարց եմ տալիս, արդյոք հնարավոր է Փաշինյանից ազատվել, թե չէ։ Ամբողջ հայազգը պախարակում այդ Փաշինյանից։ Ինչքան պետքա սա հարատև, ինչքան պետքա գոյատև այս ճիվաղը, եւ դիքունքում էլ այս սիրելի հյուրի, ամբողջ օլիգարխների սիստեմա, այդ օլիգարխների սիստեմի դեմ ոնց պետքա ինքը պայքարի, հարցը միայն դա է, շնորհակալություն եւ շատ առողջություն ձեզ։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Պարզապես խնդրանք մի անվանումներ տվեք, հա։ Չէ, ես ուղղակի շնորհակալություն քաղաքացուն, որ այսինքն իմ գործունեությունը բարձր է գնահատում, բայց ինձ համար ճիշտ ասած տարակուսելի էր, որ ինձ Դեմիրճյանի հետ համեմատեցին։ Ինչի համար, որովհետև Դեմիրճյանը գուցե որպես անհատ, որպես մարդ, հարևան, ամուսին շատ լավ մարդ էր, բայց նա վերջով ծառայում էր ռուսական կայսրությանը բայց նաև ծառայող պետությանը հայկական պետություն չի եղել, բոլորը ծառայել են Ռուսաստանը։ Լավ։ Չենք վիճում, որովհետև ես վիճելու բան չի, Չի ուզեմ ասեմ թեման չեմ զարգացնում։ Պետք չի զարգացնել, բայց դա փաստ է, որ Հայաստան չի եղել։ Եվ դրա համար ես միշտ ապստամբել եմ նրա դեմ, ովքեր սովետական Հայաստանը անվանել են երկրորդ հանրապետություն։ Եվ այսօր կարծես թե երրորդն ենք, Նիկոլն հիմա ստեղծում է չորրորդը։ Հարցը նա էր, ինչպես համախմբեն Համախմբումը հետևյալն է, հարգելի քաղաքացիներ ջան, միայն ձեր միջոցով դուք տեղերում լինի Ֆրանսիա, Ամերիկա, Ռուսաստան, թե Հայաստան, այսօր Ռուսաստանից էլ շատ հայեր, որ իրանք կարծես թե բռնատիրական երկրում են, արդեն տենչում են, ուզում են օգնած լինեն։ Դրա համար ասում եմ, ես ինքս միայնակ ի վիճակի չեմ։ Մեր կազմակերպությունը դուք տեղերում պետք է ինքնակազմակերպեք, ստեղծեք մի հատ փուճուրի թեկուս 4, 5, 10 հոգանոց օղակ, եւ այդ օղակը զանգահարի հետ կապ պաշտպանացի, մենք պատրաստ ենք, մենք ի վիճակի ենք սենց անենք։ Ինչ որ լինի, երկու հոգի ուղեգրենք կան Հայաստան, կամ այսքան գումար ունեն, կամ էս ունեն, մի խոսքով առաջին քայլը իրար գտնել, իրար միավորվելն է։ Շնորհակալ եմ պարոն Սարոխանյան, եթերաժամը ավարտվեց սիրելի հայրենակիցներ, հարցս մնաց անպատասխան, բայց երևի այս հարցս հռետորական է կամ ուղղված է բոլորին, ոչ միայն ձեզ, բոլորին։ Ինչ լավ ընթացք եք դուք Եվ դուք եթե մի բառով կարող եք ասեք մի ձևակերպմամբ ուրախ կլինեմ, այս պահին Հայաստանի համար ինչ լավ ընթացք եք տեսնում որևէ ուղղությամբ, գուցե, չգիտեմ, այլ ուղղությամբ, տնտեսության ուղղությամբ, գիտության ուղղությամբ, քաղաքական ուղղությամբ, ինչ որ ուղղությամբ լավ ընթացք, առողջ ճյուղ տեսնում եք։ Տեսնում եք։ Կարծես թե լավ զարթնում է։ Ժողովուրդը նկատի ունեք։ Շնորհակալ եմ, շնորհակալություն եւ ձեզ, սիրելի հայրենակիցներ, պարոն Գագիկ Սարոխանյանի հետ էինք զրուցում Հայաստանի ազատագրական համաշխարհային կազմակերպության խորհրդի անդամ զրուցվար մեր Գայանե Արաքելյանը, բարին ձեզ եւ լավ բարի գիշեր, ովքեր որ Միացյալ Նահանգներում են եւ բարի օր, ովքեր որ այս հատվածում են։ Երկրագնդի։ Շնորհակալություն։